Գարեգին Բ-ին ասել էին, որ ժողովուրդը մեծ մասսայով եկել է եւ իրեն դիմավորում է, բայց երբ որ ինքը դուրս է գալիս օդանավակայանից, տեսնում է մշտական դեմքերին, ովքեր միշտ իրեն շրջապատել են, երևի 100, 200 կամ 300 հոգի, ու մտածում է, որ դեռ պետքա հանդիպի ժողովրդին, բայց այդպես է ժողովրդին չի հանդիպում, ու դրանում ամենամեծ մեղքը ունի հենց Գարեգին II, քանի որ իր 26 տարիների ընթացքում ինքը իրենից վանել է ժողովրդին, 26 տարիների ընթացքում ինքը մեջքով է կանգնած եղել ժողովրդին եւ հիմա ժողովուրդն է իրեն մեջքով կանգնած եւ այո ցանկացած բան հենց ժողովրդի համար է, հասարակության համար է, պետությունն էլ, կրոնն էլ, եկեղեցին էլ եւ եթե ժողովուրդը այլևս իշխանությունն էլ լինի աշխարհիկ թե հոգեվոր եւ եթե իշխանությունը եւ եթե ժողովուրդը այսօր այլևս այդ հոգեվոր իշխանության կողքին չի կամ հոգեվոր առաջնորդը պատտվում է եւ իր հետևում տեսնում է չի տեսնում ժողովրդին, ապա ես կարծում եմ, որ ժամանակն է հեռանալու, քանի որ ինքը այլևս այդ լեգիտիմությունը չունի, մեծ առումով նաև հաշվի առնելով նա, որ մենք գիտենք, թե ինչպիսի կասկածելի պայմաններում է նաև տեղի ունեցել Գարեգին II-ի ընտրությունը։